մենք ամեն օր տեսնում ենք գործող իշխանության կողմից կիրառվող գործիքները, տոտալ բռնաճնշումներ, մեկի երեխային գործից կազատեն, մյուսի ծնողին գործից կազատեն, որ մեկը ինչ էլ անես, ընտրության գնաս չգնաս, մեկը բան չի փոխվելու, մեկը գործող իշխանությունը վերարտադրվելու է։ Ունենալով բացարձակ իշխանություն, ունենալով իշխանական լուրջ լծակներ, ինքը դուրս է եկել ազնիվ մարդկանց դեմ, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու գալիք ընտրություններին, նրանց հետ մտել է պայքարի մեջ, այնքան անհավասար պայքարի, որը որ նմանատիպ բան երբևէ նոր անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Մարդկանց զրկել եք վարորդական իրավունքից, հավաքել եք մի հատ մեծ խումբ, մեծ քանակի դժգոհ վարորդների ու այսօր համաներում եք շնորհում, ակնկալելով այդ մարդկանց քվեն։ Ամենամեծ դարդը, ընդ որում թե պատմական դարդը ինքը, թե ներկա դարդն է ինքը։ Այ գործից ինձ կազատեն ու չգիտեմ, աշխատանք չեմ ունենա, տունը չեմ կարող պահել։ Վաղը մյուս օր մենք կորցնելու ենք ուղղակի մեր հայրենիքը։ Հայաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի կառավարող ընտրանու կողմից կարելի է ձևակերպել մեկ բառով՝ դիկտատուրա։ Ընդ որում դիկտատուրան ուղեկցվում է շատ այլանդակ մեծ բռնաճնշումներով, ստով ու կեղծիքով։ Դիկտատուրան ուղեկցվում է սպասարկելու համար թշնամի պետության շահերը։ Դիկտատուրան ուղեկցվում է հայի ու Հայաստանի զրոյացմամբ ու մեր հազարամյա պատմության ոչնչացմամբ։ 18 թվականին համաժողովրդական բողոքի ալիքի վրա տեղի ունեցածը, որը որ բնութագրվում էր Թավշյա ոչ բռնի հեղափոխություն, ոչ այլ ինչ էր, քան իշխանության զավթում մեկ մարդու կողմից, որի հետևում կանգնած էին մեր դարավոր թշնամի պետությունները։ Հիմա հերթական անգամ մենք պատրաստվում ենք ընտրությունների։ Այս պարագայում, այս իրավիճակում ժողովրդավարության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ինչի, որովհետև գործող իշխանությունը նա շարժվում է տոտալ բռնաճնշումներով, ստով ու կեղծիքով։ Ընտրություններին հայտ ներկայացրած մյուս բոլոր կուսակցությունները, խոսքս իհարկե այն կուսակցությունների մասին է ու այն առաջնորդների մասին է, որոնք որ ունեն արժանապատվություն, որոնք որ ունեն գիտելիքներ, որոնք որ հայրենասեր են, որոնք որ գիտակցում են, թե ինչի առաջ է կանգնած մեր հայրենիքը ու մեր ժողովուրդը։ Այս իրավիճակում խոսել հավասար պայմաններում քաղաքական մրցակցության մասին ուղղակի անհեթեթություն է։ Մենք ամեն օր տեսնում ենք գործող իշխանության կողմից կիրառվող գործիքները, տոտալ բռնաճնշումներ, վախի անասելի մթնոլորտ, իշխանական ռեսուրսների այնպիսի մի կոնցենտրացիա է, որ գրեթե ամեն քաղաքացու տուն նրանք մտնում են ու բացահայտ վախեցնելով ստիպում են կամ ընտրել գործող իշխանությանը, կամ ուղղակի ընտրությունների չգնալ, որովհետև այլ պարագայում մեկի երեխային գործից կազատեն, մյուսի ծնողին գործից կազատեն, այն մեկին տնտեսական առումով կճնշեն եւ այլն։ Բազմաթիվ պատճառներով յուրաքանչյուր քաղաքացու վրա ազդելու իրանք հնարավորություն ունեն։ Ու ցավոք սրտի նորանկախ Հայաստանում
բոլոր իշխանությունների ժամանակ շատ թե քիչ նմանատիպ երևույթներ տեղի է ունեցել։ Ու ոչ մի իշխանության ժամանակ փորձ անգամ չի արվել մեր բնակչությանը առավել եւս մատաղ սերնդի մատուցել դպրոցական կրթության, բուհական ու հետբուհական կրթության միջոցով սովորեցնել, բացատրել, թե ինչ բան է ժողովրդավարությունը ու առհասարակ ընտրությունները, ինչի համար են ընտրությունները։ Մենք փողոցային մակարդակում միշտ ունեցել ենք իրավիճակ, որ մեկը ինչ էլ անես ընտրության գնաս չգնաս, մեկը բան չի փոխվելու, մեկը գործող իշխանությունը վերարտադրվելու է։ Գործող իշխանությունը այս պարագայում գոնե հիմա վերջին ընտրություններից արդեն անցել է 5 տարի, պլյուս եւս 3 տարի, 8 տարի նրանք ունեն բացարձակ իշխանություն։ Ու այդ իշխանության պարագայում նրանք չեն կարողացել բնականաբար ձևավորել մթնոլորտ, որ ընտրություններին չմասնակցելու միջոցով ընտրողները, մեր քաղաքացիները, ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, նրանք ուղղակի գնան ընտրատեղամաս ու ձայն տան գործող իշխանությանը, որովհետև իշխանությունը դրա համար է 5 տարի դու ունեիր ժամանակ ցույց տալու, թե ինչպիսին ես դու։ Հիմա դու ցույց ես տվել, որ դու ոչնչություն ես, դու ցույց ես տվել, որ դու տոտալ տապալել ես, թե տնտեսությունը, թե մեր պաշտպանությունը, չկա Հայաստանում այսօր աշխատող մի ոլորտ, որը որ առանձին կարելի է վերցնել, ասել, այ այս ինչ մի բանը այնքան լավ է, մալադեց, կարելի է գովել, չկա, բոլոր ոլորտները տապալված են։ Բայց այս պարագայում ունենալով բացարձակ իշխանություն, ունենալով իշխանական լուրջ լծակներ, ինքը դուրս է եկել ազնիվ մարդկանց դեմ, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու գալիք ընտրություններին, նրանց հետ մտելա պայքարի մեջ, այնքան անհավասար պայքարի, որը որ նմանատիպ բան երբևէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Առհասարակ ես չեմ էլ կարողանում մտաբերել մի երկիր, որտեղ որ այսպիսի իրավիճակ է եղել։ Այս իշխանությունը առհասարակ իրավունք չուներ ընտրություններին հայտ ներկայացնելու, ընդհանրապես իրավունք չուներ ընտրություններին հայտ ներկայացնելու, ունենալով, կրկնում եմ, 8 տարվա բացարձակ իշխանություն, տոտալ դիկտատուրա, երկրի վարչապետը իր գրպանում ունենալով ամբողջ իրավական համակարգը, դատական համակարգը, ցանկացած ոլորտ իր գրպանում ունենալով, նա այսօր դուրս է եկել ընտրապայքարի ու կիրառում է իշխանական լծակները ու հանդես է գալիս որպես, չես հասկանում, ինքը իշխանություն է ներկայացնում, թե ընդդիմություն։ Նա նորից վերհիշել է, չգիտեմ, 99 թվականի հոկտեմբերի 27-ը, նա նորից վերհիշել է 2008 թվականի մարտի 1-ը, նա ջանք ու եռան չի խնայում մեղադրել նախկինում մեր նախագահներին, իշխանություններին եւ այլն։ Կրկնում եմ, նա արդեն շուրջ ավելի քան 8 տարի երկրում ունի բացարձակ իշխանություն, բայց նրա ամբողջ հիմքը, նա իր ամբողջ հիմքը ինչի վրա նա հիմնվում է մի բանի վրա, մեղադրելու բոլորին անխտիր, թե Հայաստանում նախկինում իշխանություն ունեցողներին, թե ազնիվ մարդկանց, ովքեր որ ուղղակի գործարար են եղել, մեծ գումարներ են աշխատել, բացելով գործարաններ, ստեղծելով աշխատատեղեր եւ այլն, թե մեղադրում է իր անգործության ու
տապալած արտաքին քաղաքականության մեջ, այլ պետությունների ղեկավարների, բայց ոչ ինքն իրան։ Ինքը իր հետ որպես թափառաշրջիկ խումբ, սենց ասած, կրկեցի մասնակիցներ, ամեն օր գործից կտրում է ու տանում է քարոզարշավի նախարարների ու մարդիկ երբ որ մոտենում են հարց են բարձրացնում, նա կանչում է ոլորտի պատասխանատուին ու ասում է այս հարցը լուծի։ Իհարկե շատ լավ է, որ մարդիկ մոտենում են ու բարձրաձայնում են խնդիրների մասին, բայց դու ով ես, որ նախարարին կանչես քարոզարշավի ժամանակ ուղիղ հրահանգես ինչ որ մարդու կամ ինչ որ խումբ մարդկանց խնդիրները հենց այս վարքյանին լուծելու քարոզարշավի ընթացքում։ Դա դու պարտավոր էիր ու պետք է իր անել անցած տարիների ընթացքում։ Քո նախարարը պարտավոր էր ու պետք էր խնդիրներ լուծել ամբողջ վերջին 5 տարվա ընթացքում։ Դու այսօր քարոզարշավի ընթացքում անում ես մի բան ու ներկայացնում դա լավություն։ Դու վերջին այսպես ասած խոշոր իրանց ձեռքբերումներից մեկը վարորդական իրավունքից զրկվածների, ընդ որում ալկոհոլի ազդեցության տակ վարորդական իրավունքից զրկվածներին հայտարարեց, որ ինքը համաներում կշնորհի այս մարդկանց։ Ես ոչինչ չունեմ այդ մարդկանց դեմ, նրանցից շատերը միգուցե եւ կարելի է ենթադրել, որ չգիտեմ, ինչ որ խնջույքից կարող է 5 գրամ կամ 10 գրամ ալկոհոլ է օգտագործվել, իսկ նրանց մեջ միանշանակ կան մարդիկ, ովքեր որ ուղղակի սիրում են ալկոհոլի ազդեցության տակ ղեկի նստել, որը որ չխորանանք դրա մեջ, թե ինչքան այլանդակ բան է ու բացի իրենց կյանքին վնաս տալուց հարբած վարորդը նաև ուղիղ դառնում է մարդասպան, որովհետև վթարի դեպքում տուժում են այլ քաղաքացիներ, բայց ինքը պոպուլիստական հայտարարություն է անում ու ասում է ձեզ համաներում կշնորհեմ։ Դու ով ես, որ այդ մարդկանց համաներում շնորհես։ Այդ մարդկանց օրենքով հստակ կարգավորվում է։ Մարդը որ ալկոհոլի ազդեցության տակ ղեկի է նստում, այդ մարդկանց կրկնում եմ, որ առհասարակ երևի կարելի է ասել ընդհանրապես պետք է վարորդական իրավունքից զրկել ցմահ, այլ ոչ թե նրանց համաներում շնորհել, բայց դու պոպուլիստ դուրս ես եկել, ինքդ ձեր ընդունած օրենքների շրջանակներում վարույթ եք նախաձեռնել, մարդկանց զրկել եք վարորդական իրավունքից, հավաքել եք մի հատ մեծ խումբ, մեծ քանակի դժգոհ վարորդների ու այսօր համաներում եք շնորհում, ակնկալելով այդ մարդկանց քվեն։ Սա ինչ ընտրությունների մասին կարա խոսք լինի։ Չկա հավասարություն, առհասարակ գոյություն չունի, անհավասար պայմաններում ընտրական պայքար է տեղի ունենում։ Ընդդիմադիր շատ ուժերի, այն ուժերի մասին է խոսքը, որոնք որ մասնակցում են ու ունեն պոտենցիալ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու, նրանց նկատմամբ տոտալ բռնաճնշումներ է տեղի ունենում, նրանց պաստառները պոկում են, նրանց գույքային վնաս են հասցնում, նրանց վախեցնում են, արդյունքում նրանք ուզում են մի բան, ուզում են, որ այս ընտրություններում, այս իրավիճակում նրանք նորից մնան իշխանության, վերարտադրվեն, որովհետև նրանք դեռ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը կապիտուլյացիայի չեն ենթարկել, նրանց ուզածը միայն դա է, նրանք ուզում են, որ վերջնականապես փակեն Հայաստանի Հանրապետության թեման, ոնց որ գործող վարչապետը ասում է, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, այդ հարցը փակած է, հենց էլ փակելու է Հայաստանի
պատմությունը ջնջելու է ու ինքը մնալու է նշանակված դիկտատոր այն տարածքի, ինչը որ այս ընտրություններից հետո եթե նրանք վերարտադրվեն, ինչ որ մի տարածք կմնա ու ինքը կդառնա դիկտատոր, բայց նշանակված։ Հովիկ սկսենք հարցերից։ Այս քայլող փորձանքը քարոզարշավի ժամանակ անդրադարձավ 300,000 ադրբեջանցիների լուրերին, ասելով, որ ինքը 30 տարվա արտագաղթած հայերին է վերադարձնում, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, ով որ արտագաղթել է Հայաստանի Հանրապետությունից, ինքը աշխատում է այդ մարդկանց վերադարձնի։ Նրա ցանկացած արտասանած նախադասություն ի սկզբանե սուտ է։ Ադրբեջանի նախագահը իլուր աշխարհի հայտարարում է, որ անկախությունից հետո Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները սկսած 88 թվականից արտագաղթել են ու նրանք ունեն իրավունք վերադառնալու իրենց բնակավայրեր։ Իլուր աշխարհի Ադրբեջանի նախագահը սա հայտարարել է։ Նա հայտարարել է կոնկրետ հստակ թիվ։ Այդ մարդկանց թիվը հասնում է 300,000-ի։ Նրանք ստեղծել են հասարակական շարժում, հասարակական կազմակերպություն, Արևմտյան Ադրբեջան անվանումով ու այդ ալիքի տակ սրանց վերարտադրվելու պարագայում Հայաստանը գործուղվելու 300,000 ադրբեջանցի, ընդ որում այդ 300,000-ից եւ ոչ մեկը չի լինելու ոչ մշակ, ոչ շուկայում կանաչի ծախող, ոչ հողագործ, ոչ անասնապահ։ Նրանք լինելու են կոնկրետ շատ լուրջ պատրաստված դիվերսանտներ։ Ինչի մասին է խոսքը։ 2020 թվականի ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ ասել է 25,000 զինվորի կյանք ենք փրկել։ Մյուս նիստի ժամանակ ասել է 35,000 զինվորի կյանք ենք փրկել։ Այստեղ հարց է առաջանում, եթե դու ազգային ժողովում ասեցիր մենք կարող ենք պատերազմը կանգնեցնել եւ զոհեր չունենանք, բայց նույն վիճակը կլիներ, ուղղակի առանց զոհերի։ Այսպես ասած, Արցախը այսպես թե այնպես պետք է հանձնվեր։ Հիմա եթե դու գիտեիր, որ պետք է Արցախը հանձնվեր, ինչի համար զոհեր ունեցանք։ Տեսեք, եթե մենք փորձենք տրամաբանություն գտնել նրա խոսքերի մեջ, մենք միշտ հանգելու ենք մի բանի։ Նա պրոֆեսիոնալ խրոնիկ սուտասան է։ Նա իր ստերի մեջ շատ ժամանակ խճճվում է։ Սուտը ասում է, հետո երբ որ հարց են տալիս, չի էլ հիշում այս դեպքում թվերի առումով, նա անգամ Արցախյան պատերազմի մեր զոհված տղերքի մասին խոսում է հետևյալ կերպ։ Դե ասում է ոչ թե 5,000 էր, այլ չգիտեմ 3,000 այսքան էր պլյուս մինուս 50 հոգի, այսինքն նա բացահայտ ասում է, որ մարդը հայ երիտասարդը, զինվորը, ով որ իր կյանքի գնով փորձել է պատերազմի ու պաշտպանի հայրենիքը, նա ուղակի թիվ է պլյուս մինուս այսքան մարդ։ Ինչ վերաբերվում է 25 կամ 30,000 զինվորի կյանք փրկել, իհարկե բանակի առավել եւս երկրի գլխավոր գերագույն հրամանատարի խնդիրն է, ոչ թե 25 կամ 30,000, այլ մեկ մարդու կյանքը փրկելու դիվանագիտությունը դրա համար է, բայց ինչի մասին ենք մենք խոսում, եթե նա բացահայտ սուտ է ասում, նրա խնդիրը ի սկզբանե, եթե մենք հետ գնանք նրա արդեն դեռևս 90-ական թվականներից, նա բացահայտ միշտ տարածել է ատելություն,
նա չի սիրել ոչ հայ զինվորին, ոչ հայ հրամանատարին, ոչ հայ ղեկավարին, ոչ հային, ոչ Հայաստանը, առավել եւս Արցախը, իսկ ստանալով իշխանական լծակները բնականաբար նա առաջին իսկ վայրկյանին փորձ արեց ձերբազատվել Արցախից։ Նրա առաջ խնդիր էր դրված, որ պետքա ձերբազատվի Արցախից։ Նա դա լավագույնս արել է։ Իհարկե ինքը իր բերանով ասում է, որ ես կարող էի Արցախը հանձնել առանց պատերազմի, բայց պատերազմով հանձնեց։ Ինչի համար, որովհետև նա այդքան երեխու սպանեց, եթե հիշեք նրա խոսքերից մեկը 2008 թվականի, թե ոնց է նա արտահայտվում հայ ոստիկանի մասին, որ ասում է, երբ որ դուք մահակներ գողացաք, ոստիկաններին ծեծեցիք, հոգիս փառավորվում էր, նրա հոգին փառավորվում է։ Նա այդքան երեխու սպանեց Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Նա մի վայրկյան անգամ չի էլ զղջում, չի զղջում։ Նրա համար մարդը արժեք չունի։ Հիմա մենք դա հասկանում ենք, թե չենք հասկանում, կամ մենք ասելով, չգիտեմ, ազգի որոշ հատվածը, մեր հասարակության որոշ հատվածը դա հասկանում է, թե չի հասկանում, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց երբ որ այդ մարդը բացահայտ կանգնում ասում է, որ ինձ համար դուք արժեք չունեք, ինձ համար Հայաստանը արժեք չունի, ինձ համար Արցախը արժեք չունի, նա բացահայտ ասում է։ Շարունակենք Արցախի թեման, շատ ողբալի բան է ասել, որը որ չգիտեմ ինչ կարելի է անվանել դրան, ասել է, որ Արցախը պատմական դարդ էր, որը ինքը ազատել է այդ դարդից։ Ես մի բան չեմ կարողանում հասկանամ, եթե մենք կռվել ենք, զոհեր ենք ունեցել, հերոսներ ենք ունեցել, ինքը բոլոր այդ հերոսներին, զոհերին ուրանում է, ինչ է նշանակում Արցախը պատմական դարդ էր։ Մենք անընդհատ կխոսենք նույն բանի մասին ու կհանգենք մեկանույն եզրահանգմանը։ Իհարկե նրա համար ու նրա հետևում կանգնած Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների համար Արցախը եղել է դարդ, բայց Հայաստանի Հանրապետության, մեր հայրենիքի, մեր Արցախի ու Հայաստանի համար ամենամեծ դարդը դա հենց ինքն է, ամենամեծ դարդը, ընդ որում թե պատմական դարդը ինքը, թե ներկա դարդն է ինքը, իսկ իր վերարտադրվելու պարագայում նաև ապագայի դարդն է լինելու ինքը հենց դարդը ինքն է, հայրենիքը չէր կարա հայ մարդու համար դարդ լինել։ Քարոզարշավին մասնակցում են ուսուցիչներ եւ աշակերտներ, բայց Նիկոլը մեղադրում է նախկիններին, որ իրենք չարաշահում են պետական ռեսուրսները, այսինքն նախկինները մեղավոր են, իսկ ինքը մեղավոր չի։ Ինքը այդ ամբողջ ժամանակահատվածում իր սիրած արտահայտության նախկինների ժամանակ լավագույնը սերտել է, թե ոնց կարելի է օգտագործել իշխանական ռեսուրսները։ Նա այսօր դա լավագույնս կիրառում է։ Նրա կողմից ուղիղ հրահանգ է իջեցվում ստորադասների մակարդակով արդեն, նրանք ստիպում են դպրոցի տնօրեններին, դասախոսներին, ուսուցիչներին, վախեցնում են, քիչ առաջ ես ասեցի, որ տոտալ վախի մթնոլորտ է, հրահանգում են, ասում են, որ պետք է այսքան մարդ ապահովեք։ Վերջերս նման բացահայտում արվեց, ձայնագրություն կա, թե դասախոսը ոնց է ուսանողներին
հրանք տալիս, ասում դե ինձ ասել են, ես էլ ձեզ եմ ասում։ Այստեղ մի նրբություն կա, որ հասուն մարդը, իսկ 16 տարեկանից արդեն սկսած երիտասարդը, առավել եւս բուհի ուսանողը, նա պետք է ու պարտավոր է լինել ունենալ իրավական ու քաղաքական այնքան գիտակցություն, որ չտրվի այդ մանիպուլյացիաներին, որ ինքը չվախենա։ Տեսեք, մի մարդ վախենում է կորցնի իր աշխատանքը ու նա ստիպված իր քայլը, դա հանցագործությունն է։ Տվյալ դասախոսը, երբ որ վախենում է գործից ազատվել կամ դպրոցի տնօրենը կամ բուհի ռեկտորը, որ վախենում են, վայ, այ գործից ինձ կազատեն ու չգիտեմ, աշխատանք չեմ ունենա, տունս չեմ կարող պահել, վաղը մյուս օր մենք կորցնելու ենք ուղղակի մեր հայրենիքը, երբ որ մեր գլխին արդեն եղավ այլ կառավարիչ, մենք ոչ միայն աշխատանքը չենք կորցնելու, մենք մեր կյանքն ենք կորցնում։ Ախր փաստը մենք ունենք, մենք չունենք այսօր այլևս Արցախ։ Արցախում էլ էր ընտրությունների ժամանակ նույն բանը տեղի ունենում։ Հելնում գնում էին, ընտրում էին, չգիտեմ, առանց հասկանալու թե ում են ընտրում։ Նույն ձևի։ Այսօր այդ մարդիկ, ովքեր վախենում էին աշխատանք կորցնել, այսօր իրանք տուն են կորցրել, իրանք հարազատ են կորցրել, իրանք կորցրել են ամեն ինչ ու դարել են փախստական։ Հիմա էլի նույն բանն է տեղի ունենում Հայաստանում։ Մենք ուր ենք փախնելու։ Լավ, Արցախից մարդիկ Հայաստան փախան, բայց մենք ուր ենք փախնելու սրանց վերարտադրվելու պարագայում։ Ուր փախնելու ենք Թուրքիա, Ադրբեջան, Իրան, թե Վրաստան։ Ուր ենք փախնելու մենք։ Մենք շրջապատված ենք, մենք փախնելու տեղ չունենք։ Մենք մի ելք ունենք, կամ մեր երկրում կոտորվելու ենք սրանց վերարտադրման պարագայում, կամ պետքա հավաքվենք, դեռ գոյություն ունի, ես ուզում եմ հավատալ այդ մտքին, որ մենք ունենք դեռ առողջ մտածող մասա, ովքեր որ ընտրությունների օրը ուղակի կմտնեն ընտրատեղամաս ու կմերժեն սրա։ Ամբողջ ԿՊ-ն նույն երգն է երգում՝ մարտի 1 եւ հոկտեմբերի 27։ Այնպիսի տպավորություն է ստեղծում, որ եթե Քոչարյանը չմասնակցեր ընտրություններին, իրեն քարոզարշավին խոսելու բան չէին ունենալու։ Անկամ եթե Քոչարյանը չմասնակցեր ընտրությունների, մեկը սրանք հիշելու են այն ինչը, որ տարիների ընթացքում իրանք գեներացրել են։ Դրանք հասարակության կողմից արդեն ընկալելի թեմաներ են։ Բնականաբար ձեր հիշատակած կուսակցությունը ու իրանց առաջնորդը չի կարող կանգնել, ուղիղ նայել մարդկանց աչքերի մեջ, ասել, որ ես հանցագործ եմ։ Նա բարձր գոռում է ուրիշների մասին, որ քողարկի իր հանցագործությունը ու դրանով վախեցնելով նախկիններով իրանք նորից ուզում են վերարտադրվել։ Չգիտեմ, ես նորից եմ ասում, ես հույս ունեմ, լիահույս եմ, որ առայժմ այսօր դեռ Հայաստանի Հանրապետությունում կան ապրող մարդիկ, ովքեր որ ընդունակ են վերլուծելու, հասկանալու, ովքեր որ հասկանում են գալիք աղետը, ովքեր որ տնից դուրս կգան ու կմերժեն սրան։ 2026 թվականի մարտի 22-ին այս քայլող փորձանքը ասեց սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Իսկ հաջորդ օրը Արարատ Միրզոյանը ասեց, որ ասում ենք լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է։ Թե բնականաբար իրանք, ես նորից ասում եմ, մենք ինչքան խոսենք, մենք կրկնվելու ենք։ Նրանք բացահայտ ասում են այն, ինչը որ չի ասում Ալիևը։
Ալիևը այս դեպքում հանդես է գալիս միջազգային հանրության առաջ որպես adekvat ու ուժեղ կիրթ ղեկավար, իսկ սրանց բերանով հայտարարում է ինչը որ ինքը ուղղակի չի ուզում իր բերանը կեղտոտի, որ իրան չասեն ինքը բանա թշնամի է ու թշնամություն է տարածում։ Ինչի համար նա իր բերանը կեղտոտի, եթե ինքը Հայաստանում ունի սեփական կեղտոտ բերանով աշխատողներ, ընդ որում որ նրանք աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետությունում աշխատող ազնիվ մարդկանց վճարած հարկերից ու իրենք իրենց պարգևավճարներ են տալիս։ Բայց նման պարագայում ինչի մասին է խոսքը, ինչ ուզենք ասենք։ 2020 թվականի հարցազրույցի ժամանակ քայլող փորձանքը ասաց, որ Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու եւ դա 100%-անոց փաստ է։ Հետո ասում էր, որ ես ընդունել եմ Արցախը Ադրբեջանի մաս։ Տարբեր հարցազրույցներում ինքը իրեն հակասում է։ Ես չեմ ուզում ասեմ, որ մի խոսքին հավատանք, որտեղ այնքան բան է ասել, որ բոլոր իր ասածները հակասում են իրեն։ Բայց ոնց կարելի ասել 100% փաստ է, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ, եւ որոշ ժամանակ հետո հրապարակայնորեն ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Մենք անընդհատ փորձում ենք նրա ասածների մեջ տրամաբանություն փնտրել։ Գոյություն չունի տրամաբանություն։ Ելնելով պայմանավորված իրավիճակով ու տեղով, նա կարա ասի մի բան, հետո շրջվի ու ասի ես այդպես չեմ ասել։ Նա չունի այդքան տղամարդկություն, նա չունի այդքան խելք ու միտք, որ արտասանի նախադասություն ու տեր կանգնի իր խոսքին, բայց մենք արդեն իր կյանքի փորձով վերջին 8 տարիների ընթացքում համոզվել ենք, որ նա բացահայտ հակահայ քաղաքական գործիչ է, լավ։ Ալիևը կոնկրետ ամսաթիվ է պահանջել Նիկոլից, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը։ Ասել է, նաև մենք ստանում ենք այն, ինչ ուզում ենք։ Ճիշտ է ասում Ալիևը, շատ ճիշտ է ասում։ Նա անգամ կարելի է ենթադրել, որ կարող է SMS-էլ ուղարկի ու ասի ինչ եղավ, խոսք է իր տվել դե արա։ Նա Ալիևից վախենում է։ Նա Ալիևի ասած, ուզած ինչ ուզում է Ալիևը նրանից նա տալիս է, ընդ որում եթե Ալիևը ուզում է մեկ, ինքը 1.5 է տալիս, մի բան էլ ասում է տես, հələ ես քեզ համար ինչ լավ բան արեցի, շեֆ ջան։ Այսօրվա վերջին հարցը Վահագն Ալեքսանյանը շատ կրկոտ ելույթ ունեցավ, ասելով, որ Ղարաբաղյան շարժումը անվերադարձորեն փակված է։ Տարիներ շարունակ մեր երեխաներին տարե ժեշտից բանկի տակ են պահել, իրենք հարստացել են։ Ես ծառայել եմ այդ թվերին, ասեմ այո, այնպես չէր, որ նատոյական զենք զինամթերք ունեինք, բայց մեր ծառայության ընթացքում այդքան զոհեր մենք չենք ունեցել, ինչը որ իրանք են ասում շարունակաբար։ Ձեր նշած մարդը հայտնի կուսակցության միջին կամ ցածր օղակի ընդամենը ռոպերա, ում մեջ կարճ ասած, եթե վերցնենք սենց ֆլեշկա են տեղադրում, ինքը դա բարձրաձայնում է։ Նրա ասածների մեջ փորձել ինչ-որ, չգիտեմ, վերլուծել կամ տրամաբանություն գտնել, ուղղակի երևի չարժի ծախսել ոչ էներգիա, ոչ ժամանակ։ Այսքանը։ Շնորհակալություն Հովիկ,
Ես եմ շնորհակալ։